Պարոն Մինասյան, քիչ առաջ Գյումրու բյուջեն միաձայն անցավ, նաև դուք եք կողմ, չնայած որ ընդդիմություն եք դուք ավականիում եւ սպասվում էր, որ հնարավոր է, որ դուք դեմ քվեարկեք։ Ինչով էր պայմանավորված ձեր կողմ քվեարկել։ Տեսեք, մենք մեր դիտարկումները արեցինք, ասեցի, հայտարարեցի, որ վերապահումով ենք քվեարկելու, քանի որ այդ 3-4 ամիսների ընթացքում, որ աշխատել Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, այդ խնդրի առաջ ես կանգնա, բյուջե չունենալու պատճառով բազմաթիվ ծրագրեր համայնքի մեր քաղաքացիների կյանքը բարելավելու հետ կապված մնում էին օդի մեջ, հնարավոր չէր լուծումներ տալ։ Եվ այդ ամենը հաշվի առնելով մենք կողմ քվեարկեցինք, որպեսզի չպարալիզանա քաղաքը, եւ հաշվի առնելով, որ կարճ ժամանակ է եւ տարվա սկզբում բյուջեն պլանավորում են մի քանի ամիս շուտ հստակ հոդվածներով, բայց բնական է չէին հասցնի, երևի հին բյուջեն վերցրել են, մենք ուսումնասիրել ենք մոտավորապես 90%-ով նույնը կրկնվել է, նախկին բյուջեն է բերվել, տեսնենք հաջորդ 26 թվականի համար ավելի մանրամասն կներկայացնեն, մեր առարկությունները կունենանք, կնշենք, մենք առարկել էինք նաև ավտոկայանատեղերի հետ կապված կետ էին մտցրել, որպեսզի վճարովի դառնա, ընդունեցին մեր դիտողություն ընդունել են, հանել են այդ նորից 0 է, որովհետև նաև գտնում ենք, որ երբ որ Գյումրու փողոցները կբերվեն պատշաճ վիճակի, այդ ժամանակ մենք կարող ենք քաղաքացիներից նաև պահանջել ավտոկայանատեղերի գումար, այլ գումարներ եւ այլն։ Այսինքն մարդկանց համար պետք է ստեղծենք նորմալ պայմաններ, այո, նոր այդ մատուցված ծառայության համար քաղաքացիներից գումար կանձեն։ Այսինքն հələ մենք փողոցները ահա որ վիճակում է քաղաքի 70%-ը քանդված վիճակ է, այդ իրավիճակում հավելյալ մեր քաղաքացիներից գումար վերցնելը գտնում ենք, որ ճիշտ չի եւ ի պատիվ համայնքապետարանի նորից թողել էին 0 ընտառաջ գնացին մեր առաջարկին։ Կարելի է ասել, որ կառուցողական մթնոլորտում եք աշխատում Վարդան Ղուկասյանի եւ նրա, այսպես ասած, նրանց ուժերի ավականների հետ։ Տեսեք, որ հարցը, որ վերաբերում է մեր քաղաքին, մեր քաղաքի զարգացմանը, բնականաբար այդ ինքնանպատակ չի անպայման դեմ լինելը եւ նորմալ մենք աշխատում ենք, քննարկում ենք, անընդհատ գրություններ ենք ուղարկում տարբեր հարցերով, հենց այդ հարցը իրենք էլ ընդունեցին, որ հիմա ճիշտ չի վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծելը, իրանք էլ մեզ են ընտառաջ գնում, այնպես որ հələ որ նորմալ աշխատում ենք, խնդիր չկա։ Եթե խնդիրներ տեսնենք, կոռուպցիոն ռիսկեր տեսնենք, անպայման կբարձրաձայնենք, հետևից կգնանք, չենք թողնի, որպեսզի մեր քաղաքի բնակիչների վճարած գումարներից որից մեկ լումա կրպանվի, հաստատ հետևողական լինելու ենք։ Ձեր պաշտոնավարման շրջանում ու հիմա շատ բան է փոխվել քաղաքապետարանում կադրային առումով։ Բավականին կադրային փոփոխություններ եղել են ինձ հասած տեղեկություններով, քիչ առաջ նաև համայնքի ղեկավարը նշեց, որ քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին է խիստ նկատողություն տվել, ազատել է աշխատանքից, նաև տեղեկություններ եմ ստացել, որ կուսակցական կամ ընտրությունների ժամանակ այս կամ այն մարդկանց հավաքվել են որպես քվե ստանալու քվե։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր ուղղակի ստանում են աշխատանք ոչինչ չանելով, ես էլ միանշանակ կողմ եմ, որ այդ մարդիկ չպետք է աշխատեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են, պետք է նորմալ աշխատավարձ ստանան, որպեսզի նվիրվեն իրենց գործին, 80,000 դրամով ինչ աշխատանք, ինչ որակ պետք է ցույց տան։ Ես այդ հարցին կողմ եմ, որ պարապ մարդիկ չպետք է մնան ուղղակի աշխատավարձ ստանան։ Դա վերաբերում է նաև իրենց հետ եկած մարդկանց, այդ հարցերն էլ մենք ուշադրության կենտրոնում պահելու ենք, հետագայում տեսնենք իրենց նշանակած մարդիկ արդյոք, այո, արդյոք արժեք ստեղծում են, թե ուղղակի իրենց թաղից են, բարեկամն են կամ այլ,
մարդը այդ պատճառով են հայտնվել այստեղ։ Այսինքն եթե չեք ուզում անուններ ասել, ամեն դեպքում խնդրահարույց նշանակումներ տեսնում եք հիմա կատարվել է։ Այդպես չեմ ուսումնասիրել, ճիշտ ասած, եթե խնդրահարույց լինի կբարձրաձայնեմ, կաշկանդված չեմ։ Եվ պարոն Մինասյան, քանի որ շատ է խոսում այդ մասին, նաև ձեր տեսակետն եմ ուզում լսել, եկեղեցու վեհապարի հետ կապված իշխանության վերջին շրջանում սկսած արշավը, շատերը դա հակաեկեղեցական են համարում, ձեզ օրինակ դուք հաշտ եք այս ամեն ինչի հետ, ինչ կատարվում է հիմա իշխանության եւ եկեղեցու վեհապարի հոգեվոր այլ այրերի հետ կապված։ Տեսեք, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, այդ հոդի մասնիկն եմ, քրիստոնյա եմ, իմ եկեղեցին իմ էությունն է, որպես հայ, մենք մեր եկեղեցուց երբեք չենք հեռացել, եկեղեցու կողքին ենք, իսկ եթե խնդիրներ կան եկեղեցու պաշտոններ, ծառայություններ մատուցող մեր հոգևորականների հետ, խնդիրները պետք է բարձրաձայնվեն, պետք է մեր հանրությունը տեղյակ լինի։ Տեսեք, մենք մեր երեխաներին մկրտում ենք, չէ՞, Տեր հայրը, սրբազանները, այդ Սուրբ Մյորոնը, չէ, քսում են մեր երեխաների աչքերին, շուրթերին, հաղորդակցության ժամանակ, չէ, մեզ բերանը, չէ, նշխարք է տրվում։ Պետք է մենք իմանանք, որ այդ մարդիկ արժանի են, որ կմնեն մեր երեխաների շուրթերին, դեմքերին եւ այլն։ Այստեղ եթե խնդիր կա, բարձրաձայնենք, իրավունք ունենք թե ոչ։ Հիմա եթե կառավարությունում, իշխանությունում որևիցե մեկը օրենքից դուրս իրեն պահի, զբաղվի հովանավորչությամբ, կաշառակերությամբ, պետք է այդ մարդը պատժվի, պետք է բարձրաձայնենք, թե պետք է հայտարարենք դա կառավարության ներքին խնդիրն է, մեր թիմի անդամն է, մենք իր հարցերը ոնց ուզենք, այդպես կլուծենք, դուք որովհետեւ մեկի իրավունք չունի իր, այսպես ասած, քիթը խոտելու։ Դե եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Անջատ են, բայց յուրաքանչյուր ոք ունի հստակ պարտականություններ, պետական այրերը սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա երթում են տալիս, որպեսզի իրենց նվիրեն պետությանը, մեր ազգին, նույն կերպ մեր հոգևորականները իրենք են երթում տալիս, պետք է հետևողական լինեն իրենց տրված երթմանը։ Նաեւ պարոն Ղուկասյանը նշեց, այդ դեպքի իրականում եղել է հոգևորականին իմ իմացած տվյալներով շնանալուց բռնացրել, տարե, մազերը կտրել, սափրել, ճանապարհել է այդ հոգևորականին։ Հիմա իրավունք ուներ թե չուներ։ Այո, նաև հարցազրույց է տվել, այն օրը ինքը հիշել է այդ դեպքը, ու քաղաքում էլ գիտեն։ Հիմա հոգևորականների հանդեպ մեր, տեսեք, մեր հավատքն է, մենք բովանդակության մեջ չենք խորանում, ուղղակի պահում ենք այդ հավատքը, անցնում ենք, խաչակնքվում ենք, շաբաթական մեկ կամ ամսական 2-3 անգամ մեծամասնությունը մեր ազգի գնում է եկեղեցի, բայց պետք է նվիրվես նաև հավատքին։ Այդ հավատքը մեզ մատուցող մարդկանց հանդեպ պիտի լինի մեծ վստահություն։ Հասկանում եք, եթե կամ խոսակցություններ, թեկուզ պամպասանք, պետք է հեշկվի։ Հիմա այդ խոսակցությունները արդադիր պետք է հեշկվեն կամ հաստատվեն, որովհետեւ մենք հասկանանք, ու մենք գնում խոստովանում մեր մեղքերը, ու մոտ ենք գնում, մեր երեխաներին տանում ենք, ովքեր են մկրտողները, ովքեր են մեր երեխաների, մեր ազգի, մեր նահատակների համար աղոթքներ հնչեցնողները, պետք է լինի, մենք անվերապահ պետք է հավատանք, նաև մեր հոգևորականներին։ Կանգնող մարդկանց։ Մենք բոլորս եկեղեցու կողքին կանգնած մարդ ենք։ Տեսեք, Սամվել Կարապետյանն էլ կանգնեց, բայց հիմա նրա հանդեպ ճնշումներ են գործել։ Տեսեք, քրեական գործ կա հարուցված, կպարզեն, ես չգիտեմ, պարոն Կարապետյանը ինչ ցուցմունք է տվել արդահայտությունը ինչի համար է արել, հիմա իր թիմի անդամները փաստաբանը, որքան տեղյակ եմ, ասել է, որ այդ արդահայտությունը, այո, նշանակում է, որ հաշտեցնելու են։ Եթե պարոն Կարապետյանը եւ ձեռք բերված ապացույցները կամ չգիտեմ ինչ է եղել, քրեական գործ կա հարուցած, չեմ կարող
շատ խորանալ, եթե կապացուցվի, որ այդ մարդու նպատակը բարին է եղել, բնականաբար գործը կկարճվի։ Ինքը պետք է ցուցմունք տա, ասի, չէ, ինչ էի նկատի ունեցել, չեմ ուզում խորանալ այդ քրեական գործի մեջ։